Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը Բաքվից վերադարձել է Երևան, ինչ է նա քննարկել ադրբեջանական կողմի հետ, արդյոք որևէ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ գերիների ազատ արձակման շուրջ։ Թուրք պատգամավորը Երևանում պնդում է, թե Հայաստանի հետ սահմանը բացելու պայման թուրքական կողմը չունի, մինչդեռ Էրդողանի եւ նրա արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հակառակի մասին են վկայում։ Փոշիացած ներդրումներով հայտնի Անիֆի նախկին գործադիր տնօրենը զգուշացնում է Փաշինյանին, կառավարության սխալների համար չի հաջողվելու մեղավոր կարգել իրենց։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նոր վարչություն ունի։ Մենք կներկայացնենք, թե ովքեր են վարչության 20 հոգանոց նոր կազմում եւ ովքեր դուրս մնացին այդ կազմից։ Փաշինյանը իշխող ուժի համագումարում հայտարարեց Հայաստանի 4-րդ հանրապետության մասին։ Իմ գործընկերներ Հայկ Խալաթյանի եւ Բենյամին Մաթեոսյանի հետ կքննարկենք, թե ինչ է սա նշանակում։ Այս եւ այլ թեմաներին առավել մանրամասն ծանոթանալու համար միացեք մեզ երեկոյանին Alpha News-ի բոլոր հարթակներում։